Հյուսիս-հարավ Մայրուղու աշտարակ Գյումրի ճանապարհահատվածի բացումը Մեջուկով քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նշեց Գյումրու կենտրոնական հրապարակում վարչապետի համերգով։ Եվ շնորհավոր Հյուսիս-հարավի աշտարակ Գյումրի ճանապարհը բարով երթևեկեք, ուրախությունով երթևեկեք, խաղաղությամբ երթևեկեք եւ միշտ լավ առիթներով երթևեկեք։ Շնորհակալ ենք բոլորիդ, լավ եղեք։ Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ։ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացումը հանրապետության երկրորդ քաղաք էր բերել նաև ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորների ու նախարարների։ Աշտարակից Գյումրի մոտ 84 կիլոմետր կտրել անցնելու նպատակը քաղաքական չէ ու կապ չունի նախընտրական պրոցեսների հետ, վստահեցնում են պաշտոնյաները։ Բոլորին հրավիրել եք միասին նշելու այս կարևոր իրադարձությունը, որովհետև գիտեք, որ ճանապարհի կառուցումը շատ երկար տարիներ պահանջեց եւ բավականին շատ ձգձգվեց։ Հիմա մենք կարողացել ենք ավարտին հասնել շինարարական աշխատանքները, կարծում եմ սա բոլորի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Այս նույն ֆորմատով մեկ ամիս առաջ, երկու ամիս առաջ վստահաբար կարող եմ ասել, որ բնավ կապ չունի այդ նախընտրական պրոցեսների հետ։ Ժողովուրդը ուրախանում է բարձր տրամադրությունը, գյումրեցիները, չգիտեմ, հարակից ուղերից նույնիսկ եկել են բարձր տրամադրությամբ օր անցկացնել։ Դե գիտեք ինչ, որտեղ հայտնվում ենք մարդիկ հավաքվում են, կարելի է համարել, որ մեր աջակիցները այս պահին այստեղ են։ Քարոշ չի ասի, որովհետև որևէ քարոշչական գործողություն չի իրականացում, պարզապես ուրախանում ենք։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով փուլային տարբերակով անցում է կատարվում դեպի հարավ եւ նույն դրամաբանությամբ ու շուկով էլ կանցկացվի այդ ժամանակ։ Այսուհետ կենտրոնանում ենք հարավային հատվածների վրա։ Հիմա մի քանի 100 միլիոն դոլարի աշխատանք է իրականացվում Սյունիքի մարզում, շուտով կանցնենք Վայոց ձոր, Արարատ, այսինքն Մեղրիից մինչև Բավրա, Մեղրիից մինչև Բագրատաշեն, պետք է մենք ունենանք ժամանակակից երկկողմանի արագընթաց լավագույն ճանապարհները եւ սա ընդհանրապես այս մեծ հաջողության ու այս մեծ պատմության առաջին քայլն էր, որը այսպեսի գեղեցիկ միջոցառման մենք շնորհավորում։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն էլ նշում է, գյումրեցիներից շատերն էին սպասում վարչապետի համերգին, ուստի սա լավ հնարավորություն էր համատեղելու համար, բայց պատրաստ են մեղադրանքներին, թե սա նախաքարոզային արշավ է։ Ինչ էլ անենք, ինչ միջոցառում կամ ինչ խոսք էլ ասենք, այդ նախաքարոզային է անվանվելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն ինչ յուրաքանչյուր օր արվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն էլ ավելի ուրախացնելու համար։ Ես կարծում եմ, որ գյումրեցիները շատ էին սպասում այսօրվան, գիտեք, որ վերջին շրջանում վարչապետը տարբեր միջոցառումներ է կազմակերպում եւ այն մարդիկ, ովքեր հնարավորություն չեն ունեցել մասնակցելու, այսօր բաց էր, բոլորը կարող էին գալ եւ ես ինքս ականատես եմ եղել, ես ինքս իմ ընտանիքով ներկա եմ եղել, գյումրեցիները ուրախ ժպիտներով, շնորհակալ դեմքերով վայելեցին այսօրվա գեղեցիկ օրը։ Ելույթ ունեցան այլ արտիստներ եւս, այդ թվում Արամեն Պեյերեկը, Սրբուկը։ Պատասխանատուների խոսքով նման կարևոր ենթակառուցվածքների կառուցումը հաջորդաբար նշվելու է այս ձևաչափով։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։